Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանն է ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը միտված է վարորդական իրավունքի ձրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխությանը։ Պիտի փաստեն, որ բավական երկար ժամանակահատված մեր քաղաքացիները անընդհատ բարձրաձայնել են այս հարցը եւ խնդրել դիտարկել մոդելի փոփոխության հարցը, այդ թվում քննարկում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ պիտի փաստեն, որ մենք փորձել ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորինս բալանսավորված լուծում առաջարկել մոդելի փոփոխության տեսանկյունից։ Այս պայծրությամբ ինչ ունենք եւ ինչ մոդել ենք առաջարկում, այս պայծրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու պայմաններում, բայց պիտի նշենք, որ միջազգային պրակտիկայում տարբեր օրինակներ կան, այդ թվում վարորդական իրավունքի ձրկված անձանց համար վերապատրաստումներ կազմակերպելու օրինակը, փորձաշրջան տրամադրելու հնարավորությունը սահմանափակ հնարավորություններով, ալկոփականների տեղադրման հետ կապված տարբեր լուծումներ եւ այսպես շարունակ։ Եվ ի վերջո մեր քննարկումներում կանգ ենք առել հետեւյալ մոդելային լուծման վրա. զրկման ժամանակահատվածը անցնելուց հետո, այսինքն որպես կանոն այն 1 տարին է, բացառիկ դեպքերում այն 2 տարին է, զրկման ժամկետը անցնելուց հետո անձը պիտի վճարի պետական տուր 50,000 դրամի չափով, այնուհետև սահմանվում է 1 տարի ժամկետով փորձաշրջան անձի համար եւ 1 տարի փորձաշրջանի շրջանակներում անձին տրվում է 6 բալային միավոր, այսինքն սահմանափակ բալային միավորներ ենք տրամադրում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ իր վարքագիծը փոփոխվել է եւ կարող է վերադառնալ տրամաբանական երթևեկության շրջանակ, այսպես ձևակերպեմ, եւ եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, ապա հաջորդ տարվա կտրվածքով վերականգնում ենք 13 բալի հնարավորությունը անձի համար։ Իսկ եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա համարվում է զրկում կրկին եւ անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից, իսկ հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ արդեն տեսական եւ գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով, որովհետեւ այդ դեպքում արդեն ավելի խորը խնդիր ունենք անձի գիտելիքների եւ հմտությունների հետ կապված։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ փաստել, որ նախագիծ ունի անցումային դրույթ, որը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձանց մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկվածներին, որոնք կկարողանան դիմել եւ վերականգնել իրենց վարորդական իրավունքը, ընդ որում երկու հնարավոր իրավիճակ կարող է լինել, ինչ եթե օրենքն ուժի մեջ մտնելու պայմաններում արդեն զրկման ժամկետը ավարտվել է, այսինքն 1 տարին ավարտվել է, ապա օրենքն ուժի մեջ մտնելուց հենց հաջորդ օրը կարող են դիմել, վճարել պետական տուրք եւ ստանալ փորձաշրջան 6 բալային միավորների տրամաբանության մեջ, իսկ եթե դեռ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կա որոշակի ժամանակահատված մինչև 1 տարվա սպառվելուն, ապա սպասում ենք մինչև 1 տարին սպառվում է, վճարում է պետական տուրքը անձը եւ կարողանում են կրկին վերադառնալ փորձաշրջանի ռեժիմին, տալով 6 բալային միավոր։ Եվ ուզում եմ նորից շեշտել, եթե սպառվում է 6 բալը փորձաշրջանի ընթացքում կամ զրկվում է անձը, ապա վերադառնում են կրկին տեսական եւ գործնական քննությունների ձևաչափին։ Ուզում եմ հատուկ փաստել, որ սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից վարչարության հետևանքով զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնմանը, այսինքն չի վերաբերում օտարերկրյա պետությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից զրկման իրավիճակներին, ինչպես նաև այն դեպքերին, երբ որ անձը վարորդական իրավունքը զրկվել է իրավունքից, այսինքն իրավունքը դադարել է, եթե կա առողջական որևէ խնդիր, որը որ թույլ չի տալիս օգտվելու վարորդական իրավունքից։ Հակիրճ թերևս այսքանը, հարգելի գործընկերներ, հարցերի դեպքում սիրով։ Շնորհակալություն։ Հարցերի դեպքում գրանցում համեցեք։ Արթուր Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ։ Վստահ եմ հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, բայց մեր ժողովրդի համար նաև այս ամբիոնից կարևոր է որ հնչեցնեք։ Ես կարծիքներ եմ լսել մեր քաղաքացիներից, որ պետք է տարբերակում դնենք, թե ինչի համար են զրկվել վարորդական իրավունքից, որովհետև զրկվել կա իրականում, եւ հատկապես անդրադառնում են ոչ ստապ վիճակի պատճառով վարորդական իրավունքից զրկվելու հանգամանքներին։ Մենք որևէ տարբերակում չենք դնում, ես որքան հասկացա, դուք ինչ դիտարկում ունեք այս տարբերակման վերաբերյալ։
Շնորհակալություն կարևոր հարցադրման համար, պարոն Հովհաննիսյան։ Այո, նմանատիպ քննարկում կա եւ ես ինքս էլ կողմ եմ շատ ավելի թիրախային լուծումների, բայց երբ որ մենք պրակտիկորեն ցանկացել ենք հասկանալ, թե ինչպիսի լրացուցիչ, այսպես ասեմ, շրջանակներ կարող ենք նախատեսել օրենքի անցումային ժամանակահատվածի համար, տեսել ենք, որ բավական բարդանում են ընթացակարգերը եւ չեն կարողանում գտնել այնպիսի ընդհանրական մեխանիզմ, որը որ հեշտությամբ կկարողանան կիրառել պրակտիկորեն եւ մեր քաղաքացիների համար էլ պարզ կլինի, թե պետությունը ինչու է ընտրել այս կամ այն մոդելը եւ գնացել ենք ավելի ընդհանուր ռեժիմի ճանապարհով, հիմնական մոդելի փոփոխություն ենք նախատեսել օրենսդրության մեջ, ընդ որում ըստ էության առաջին անգամ զրկված անձանց նմանատիպ հնարավորություն տարբեր պետությունների փորձով տրամադրվում է, իսկ եթե արդեն գործ ունենք երկրորդ անգամ զրկված անձանց հետ, բնականաբար տեսնում եք արդեն իմ զեկուցումից նաեւ, որ ավելի խիստ մոտեցմամբ ենք հանդես գալիս, սա է ուղղակի պատճառը, որ գնացել ենք ընդհանուր ռեժիմի հետևից, բայց նորից եմ ուզում շեշտել, եթե օրինակ դատանի կողմից կա ակտով վարորդական իրավունքից զրկման դեպք, այսինքն շատ ավելի լուրջ դեպքերի համար է տեղի ունեցել զրկման իրավիճակը դատական ակտով, այս նախագիծը այդ իրավիճակներին չի վերաբերում։ Այստեղ փորձել ենք հնարավորինս համաչափությունը պահել։ Արձագանք համեցեք։ Դե ես կարծում եմ հետագայում արդեն օրենքի կիրառումից հետո կարող ենք վիճակագրություններ նայել, եթե հիմա ունենք օրինակ վիճակագրություն, ինչ վիճակագրություն կա ոչ սթափ վիճակում զրկված վարորդների մասով, նրանք գերակշռում են, թե այլ պատճառներով են հիմնականում զրկվել վարորդները։ Այս հարցին եթե ունեք հիմա ձեռքի տակ վիճակագրություն, խնդրեմ պատասխանեք, եւ ես կարծում եմ, որ հետագայում էլ արդեն կիրառման ժամանակ, որ տեսնենք, որ ուրեմն շարունակվում են մեծ լինել չափերը ոչ սթափ վիճակում վարորդական իրավունքից զրկվելու պատճառները, ես կարծում եմ, որ մենք պետքա վերադառնանք եւ որոշակի ֆիլտր դնենք եւ ասենք, որ եթե օրինակ բալերը սպառվել են, սիրելի քաղաքացի, օքեյ, մի տարի հետո արի առանց քննության վերականգնվի, եթե ուրեմն ոչ սթափ վիճակում ես դու զրկվել վարորդական իրավունքից, ապա այս դեպքում ես կարծում եմ մենք մի քիչ ավելի խիստ պետք է ֆիլտրերը դնենք, շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, միանշանակ մենք մոնիտորինգը շարունակելու ենք օրենքի ուժի մեջ մտնելու պայմաններում եւ կհասկանանք, եթե կա ինչ-որ չարաշահումներ որպես այդպեսին, կփորձենք վերադառնալ եւ հասկանալ ինչպիսի համաչափ արձագանք կարող ենք ունենալ։ Ես ուղղակի անդրադառնալով ձեր հարցադրման առաջին մասին նշեմ, որ անցած տարվա կտրվածքով հիմնական մասը հենց ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով զրկված անձանց է վերաբերում եւ եթե 20 թվականի հունվարի 1-ից հանենք մինչեւ 26 թվականի մայիսը մենք իդենտիֆիկացրել ենք ծրագրի, այսինքն նախագծի շահառու հանդիսացող 16026 վարորդի, որոնք հանդիսանալու են նախագծի շահառու, բայց կհասկանանք թե ովքեր են օգտվելու նաեւ այս նախագծից, որովհետեւ պարտադիր չէ, որ բոլոր շահառուները օգտվեն եւ 1087 անձինք չեն հանդիսանալու ծրագրի շահառու, օրենսդրական նախաձեռնությունից օգտվող շահառուներ որպես այդպեսին, որովհետեւ կամ այլ պետությունների կողմից են զրկվել կամ Հայաստանի Հանրապետության դատարների կողմից եւ այսպես շարունակ մենք ես ուզում եմ հստակ ասել, որ շարունակելու ենք մոնիտորինգը եւ եթե նկատեցինք որևէ շահարկում, որևէ չարաշահում այս մոդելի, հանդես կգանք փոփոխությունների առաջարկով։